2012 թվականի սեպտեմբերից Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կազմում և բուհի որոշմամբ մարզի ավագ դասարանցիների առջև իր դռները բացեց Շիրակի Մայրբուհի հենակետային ավագ դպրոցը։ Օգնել մասնագիտության ընտրության հարցում և նախապատրաստել ավագ դասարանցիներին բարձրագույն մասնագիտական կրթության, գործունեության առանցքում այս նպատակներն ունենալով երկամյա դպրոցում կրթության գործի կազմակերպումն իրականացվում է հոսքային ուսուցմամբ։ Դպրոցում ունենք բոլոր հոսքերը, եւ ընտանուր, եւ հումանիտար, եւ բնագիտամաթեմատիկական ենթահոսքերով, ֆիզմատ ենթահոսքով եւ կենսաքիմիա ենթահոսքով։ Դպրոցում բոլոր առարկաները դասավանդում են բազմագիտակ հմուտ մասնագետներ, որոնք միաժամանակ մանկավարժական ինստիտուտի դասախոսներ են, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ։ Իդեպ հենակետային ավագ դպրոցի ուսուցչական կազմը համալրվում է նաև Մայրբուհի մագիստրատուրայի գերազանց շրջանավարտներով։ 11-րդ դասարանից սկսած դպրոցում կազմակերպվում են ընդունելության միասնական քննության անվճար պարապմունքներ Մայրբուհում դասավանդող լավագույն մասնագետների կողմից։ Բուտիմող աշակերտների համար ինստիտուտի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպում են լրացուցիչ դասընթացներ, այն առարկաներ, որոնք ցուցանելու են միասնական ընդունելության քննություններ։ Եվ այդ դասընթացները կազմակերպվում է ամբիոնների լավագույն մասնագետների կողմից։ Ինձ շատ գրավեց այս դպրոց գալու միտքը, քանի որ մեզ հետ պարապելու էին հենց ինստիտուտի դասախոսները, ու դրա համար էլ որոշեցի գալ հենց այս դպրոց։ Մենք կկարողանանք ծանոթանալ ինստիտուտի այն դասախոսական կազմի հետ, որը մեզ հետագայում դասավանդելու է։ Շատ դժվար է կրկնուսույցի մոտ պարապել, իսկ այստեղ հնարավորություն ունենք անվճար պարապել եւ ընդունվել ինստիտուտ։ Շատ հաճելի է պարապել այնպիսի մարդկանց հետ, այնպիսի կրկնուսույցների հետ, որոնք քաղաքում առաջինն են եւ շատ հայտնի։ Դա մեծ առավելություն է տալիս, որովհետև երաշխիք է բու ընդունվելու համար, մրցակցություն կա միշտ, որը խթանում է լավ սովորել։ Ասենք ջերմոցային պայմաններ են լավ արդյունքներ ստանալու համար։ Մենք փորձում ենք մեր նվիրվածությամբ, մեր սիրով, մեր ջերմ վերաբերմունքով, մեր պարտաճանաչությամբ, մեր գործառույթները ճիշտ կատարելով, չթերանալով մեր աշխատանքի մեջ, ապահովել մեր դպրոցի կայունությունն ու աճը։ Աշակերտների կապը Մայրբուհի հետ միայն լրացուցիչ պարապմունքներով չի սահմանափակվում։ Մասնագիտական ամբիոնների կողմից խորհրդատվությունները, բնագիտամաթեմատիկական առարկաներից գործնական աշխատանքները, բուհի գերհագեցած լաբորատորիաներում անցկացնելը, օլիմպիադաներին եւ բուհում կազմակերպվող այլ գիտակրթական միջոցառումներին մասնակցությունը թույլ են տալիս ավագ դպրոցի աշակերտներին լիարժեքորեն իրենց զգալ մանկավարժականի մի մասնիկը, քայլել դեպի մանկավարժական բերող ճանապարհով եւ շատ ավելի հեշտորեն ինտեգրվել բարձրագույն ուսուցման համակարգին եւ այդ ճանապարհն անցնել Շիրակի Մայրբուհում։ Մանկավարժական ինստիտուտի հետ ունենք սերտ համագործակցություն, կարող ենք գնալ այնտեղ, օգտվում ենք գրադարանից, նաև ֆիզիկա-քիմիայի լաբորատորիաներից։ Շուտով դառնալու ենք մանկավարժական ինստիտուտի ուսանողներ, լավ ուսանողներ, որոնցով հպարտանալու են մեր ծնողները, մեր ուսուցիչները, դասախոսները։ Երբ այժմ գնում եմ այն ֆակուլտետ, որտեղ պիտի սովորեմ, ու շփվում են այն դասախոսներից, որոնք որ հետագայում ինձ դասավանդելու են, ջերմանում ես ինքստինքյան ու ավելի տրամադրված ես լինում սովորել այդ բուհում։ Ընտրել եմ իրավագիտություն մասնագիտությունը, մեզ համար լավ հեռանկար կբացվի, քանի որ արդեն հիմքը դպրոցից արդեն պարզ է երևում։ Որ մեր քաղաքում գործում է միակ Մայրբուհը, մանկավարժական, եթե երեխան պիտի շարունակի իր ուսումը այստեղ մանկավարժական բուհում ստանալու, ամենաճիշտը այս դպրոցում սովորելն է։ Դպրոցներ կա, որ նրանց նպատակը հիմնականում աշակերտներ, ոչ թե գրելն է, աշակերտներ ունենալն է։ Իսկ այս դպրոցում երևի նրանք այդ ուղղությամբ չեն, որ աշխատում են։ Մենք չենք ընտրել լավագույններին, կարմիր այդ գույնի կրթության վկայականներով եւ բարձր առաջադիմությամբ եւ մեր աշխատել ենք միջին մագարտակ ունեցող աշակերտներին բարձրացնել, ես որ ինչ արդյունք էլ որ ստանանք, դա ինձ թվում է գովելի կլինի եւ մենք անպայման արդյունք կստանանք։ Այս մի տարվա մեջ ինքը ահագին առաջխաղացում կա սովորելու առումով, ինքը ահագին սկսել է աշխատել, չեմ ասում այդպես շատ գերազանց, բայց այդ փոփոխությունը ես զգում եմ։ Մենք մարդիկ ենք, ովքեր գրեթե բոլորս հեռու ենք ֆիզիկական որևէ վարժություն կատարելուց ու համարյա հեռու ենք ֆիզկուլտուրա դասի մասնակցելու հասկացությունից, իսկ այժմ մասնակցում ենք այնպիսի միջոցառումների, որոնք բուն ֆիզիկական վարժությունն են իրենց մեջ ներառում եւ կարողանում ենք մրցել եւ ինչ ոչ նաեւ հաղթել։ Նորամուծություններ ենք մտցրել ֆիզկուլտուրայի դասի ժամերին ու ուսուցանում ենք նաեւ այլ առարկաները, ասենք հայոց լեզուն է, քիմիան է, հիմա փորձում ենք աշտել մաթեմատիկա եւ հայոց լեզուն իրար հետ։ Անցկացնում ենք ինտերակտիվ դասեր,
Արդեն գործող ու տարիների պատմություն ունեցող դպրոցների կողքին բառացիորեն 0-ից ստեղծել նորը, որքան էլ համարձակ քայլեր, բայց եւ արդարացված էր առաքելությամբ եւ նպատակներով։ Մերժել ավագ դպրոցի որպես համակարգ կայացած չլինելու տեսակետը, ժխտել ավարտական դասարաններում դաս չանելու համոզմունքը, փոխել հասարակության թերահավատ վերաբերմունքը ավագ դպրոցի նկատմամբ եւ սահմանել նոր նշածող հանրակրթության 3-րդ աստիճանի գնահատման սանդղակում։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դպրոցում մնալ հավատարիմ այս սկզբունքներին գոնե գործունեության առաջին 2 տարիների ընթացքում հաջողվել է։ Ապացույցը սեփական դպրոցի հանդեպ աշակերտների սերն է ու ծնողների վստահությունը։ Ես որտեղ որ գնամ ինքս մանկավարժներով հանդեպ շատ փոփոխում եմ այս դպրոցի անունը, վաստակը, որ քիչ երգամյա աշխատանք եւ այսքան շատ հաճելի վաստակ։ Երեխան հաճույքով է գալիս դպրոց, ոչ մի խոչընդոտ չկա։ Ստիպելով սովորեցնել այսօր մի քիչ դժվար է։ Պետք է գտնել մեթոդներ, ստեղծել միջավայր, որտեղ աշակերտը մեծ ցանկությամբ, սիրով կգա։ Առավոտյան գալիս ենք դասի, սկսվում է թեժ օրը, անընդհատ կազմակերպվող միջոցառումները, տարբեր թե մշակութային, թե ֆիզիկական տարբեր միջոցառումները օգնում են հագեցած դարձնել օրը եւ հետաքրքիր, քանի որ վերջի ցանցալի ամենով գալ դպրոց եւ չզբաղվել այլևս ոչնչով։ Բարձրորակ ուսուցում տալուց բացի բարձր հիմքերի վրա է դրված նաեւ դաստիարակչական աշխատանքը, աշակերտներն ակտիվորեն մասնակցում են միջոցառումներին քաղաքային, կազմակերպվում են դպրոցում միջոցառումներ, այցելում են տարբեր պատմամշակութային օջախներ։ Աշակերտական խորհրդում հիմնականում ընդգրկված են թե ուսումնական եւ թե միջոցառումներին ավելի շատ մասնակցող ակտիվ երեխաները, որոնք հենց միջոցառման գլխավոր մասն են կազմում։ Մեր աշակերտական խորհուրդը հնարավոր է հետագայում դառնա նաեւ ինստիտուտի ուսանողական խորհրդի մի մասը կամ հենց գլխավոր մասը։ Յուրաքանչյուր տոնի, որը հայկական օրացություն գրանցված է, մենք նշում ենք եւ ներկայացնում դրա խորհուրդը ու շատերս իմանում ենք իրական հայկական տոների բնույթն ու նշանակությունը։ Ընդամենը 1.5 տարվա գործունեության ընթացքում խոսուն են նաև արդեն ունեցած ձեռքբերումներն ու աշակերտների ցուցաբերած արդյունքները գիտելիքների ամենատարբեր ստուգատեսներում։ Այս տարի մենք լավագույն արդյունքներ ցուցաբերեցինք եւ դիպլոմներ եւ գովասանագրեր, այսինքն մի տարում մեր աշխատանքը բերեց նրան, որ մենք ունեցանք որակական բարձր ցուցանիշ եւ դա նկատվեց նաեւ օլիմպիադաների ժամանակ։ Դե մի բանի մեջ սեր կա, բայց իմ կարծիքով ստացվելու է, մենք լավ արդյունք ենք ունենալու։ Գնացել եմ օլիմպիադայի մանկավարժական ինստիտուտում, մասնակցել եմ հայոց լեզու գրականություն եւ հարաշիվ երկրաչափություն, առարկաներից օլիմպիադաներին շատ լավ է, որ մանկավարժական ինստիտուտը կազմակերպում է այդպիսի օլիմպիադաներ, քանի որ դա հնարավորություն է տալիս քեզ մրցել նախ եւ առաջ մյուս դպրոցների սարների հետ, զգալ քո առավելությունները, քո թերությունները ու նաեւ մրցվել Երևանի արդեն ավելի հեղինակավոր դպրոցների հետ։ Անցավ ստեղծագործական մի մրցույթ, որտեղ երեխաները մեկնաբանեցին, արտահայտեցին իրենց մտքերը, տարբեր թեմաներ, թե սեր, թե ընտանիք, թե դպրոց, ինձ համար գլխավորը դպրոցն էր եւ ես ստեղծագործեցի դպրոցի մասին։ Մասնակցել եմ հայոց լեզվի ու գրականության օլիմպիադային եւ ստացել եմ պատվոգիր լավ արդյունքների համար։ Երբ կապտուղները քաղելու ժամանակը ղեկավարներն ասում են իրենց փոխարեն կխոսեն փաստերն ու թվերը, իսկ մինչ այդ նոր շնչառությամբ ու հաստատուն քայլերով առաջ ընթացող դպրոցի այնտեղ ստացած գիտելիքների ու ապագայի կայուն երաշխիքների մասին մեծ վստահությամբ խոսում են իրենք աշակերտները։ Ես խոստանում եմ, որ լինելու եմ շատ լավ մասնակետ, քանի որ մեր երկրին իսկապես պետք են լավ մասնակիցներ մեր երկրի ապագան կերտելու համար։ Մենք ստանում ենք հրաշալի կրթություն, որն էլ հետագայում կդառնա մեր կայուն ապագայի հիմքը։ Ձեռքը ժամանակի կրթական փոփոխությունների զարկերակին հայացքով դեպի միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն։ Շիրակի Մայրբուհի կողքին ու զարգացման նույն սկզբունքներով քայլում է նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային ավագ դպրոցը, իր մեջքում մշտապես զգալով Մայրբուհի աջակցությունը։